Բարև ձեզ, դարբերակ 21 հարտագի խոսինք ու լսենք պոդքասթեն։ Մեր այսօրվա հյուրն է վերաբադվելի Լևոն Բարդակչյանը, Հայաստանյաց արևելարանական եկեղեցու հիմնադիր եւ ներկայիս Երևանի Հայաստանյաց եկեղեցու հովիվ։ Վերաբադվելի Բարդակչյանը ինքը եղած է ցակումով հալեբեն թեև լիբանանցի, բայց հալեբեն ուր մնացած է մինչև 1967-ը հաջախած է Սահակյան ասկային վարժարանը, ապա Ալեպո քոլեջ մինչև 73 թվական, 74-ին եկած է Բեյրութ եւ ուսանած Հայգազյան համալսարան, վերադարձած Սուրիա պատերազմին հետևանքով եւ ապա 77-ին մեկնած է Միացյալ Նահանգներ։ Սկիզբը սպառած է բիզնեսով մինչև իր ապաշխարությունը եւ գոչումը եւ հիմա պիտի խնդրեմ ձեզ մե պատմելի որ դուք պատմեք որ ճիշտ ինչպես սկացիք որ դուք գոչում ունիք եւ որոշեցիք վերաբադվելի լալ եւ մեր ճամփան կսկսենք այդտեղեն մինչև հասնելու Հայաստան 91 թվական ուր անկախության հռչակումով արդեն որոշեցիք ձեր հայրենասիրական նաեւ գոչումին Աստուծո գոչումին գողքին նաեւ հայրենասիրական գոչումին ընտարաչելով որոշեցիք մեկնել Հայաստան։ Այո, վերաբադվելի։ Շնորհակալ եմ Վարուժան այս բահին համար, որ արիթ եք ինձայով կարողանանք ես արևմուտայերեն եւ արևելահայերեն Բնական է 30 տարվա մեջ բանական ներողություն խնդրում եմ լսարանին ես հայկական ուսում շատ չեմ ստացած մինչեւ Սահակյան վարժարան 6-րդ դասարան անգևերջ իմ ուսումս արաբական ամերիկյան քոլեջ անգևերջ օդար Ամերիկայի մեջ ավելի անգլերենով եղած է եւ Հայաստանի մեջ ապրում եմ, առավել լեզուս խառնելով լսարանի ներողություն եմ խնդրում, կարևոր հասկացողություն է խորհուրդն է մեր խոսության մեջ եւ շնորհակալ եմ այս բայնավարում ես ընթերնեցիկ եւ իմ ցանկությունը մեր լսողներուն հայրենասիրության եւ հավատքի մեջ զորացնել եւ միջոց տալ մեր այս հաղորդումը երկխոսությունը ինքնաճանաչման եւ ինչու են կոյություն մենք ունենք եւ ինչը մեր կյանքի նպատակը որպես սպիրկահայ թե սպիրկի մեջ նկատմամբ թե հայրենիքի նկատմամբ այս ամփոփիչ մեր սկսենք սպիրկահայեն այո սպիրկահայեն կարող իմ պատմությունից պատասխանության հարցին ծնողներս մարաշցի ենք մենք մարաշեն եկած են հայրս մայրս մարաշ ծնված են եւ ես 24 տարի ապրած եմ Սիրիա հայրս եւ մայրս իրենց հագարակ որ լիբանանցի եղած է այո Սանջախեն հոնքացած են ըշտոր ապրած հայրս մինչեւ 30-ի TV ֆրանսացիներ գնացին այստեղեն Park եմ դայս ասոր լիբանանյան ինքնությունը վերցրեց եւ հայտնվեց Հալեբը լալում ես մենք վայելեցինք Սուրիո արադությունը եւ լիբանանցիության ինքնությունը զինվորական երթարչլալ այդ հարցերը որ համար ուրախ եմ Աստծո ես կսեմ Աստված Գանխակի դակցելով նախախնամությունն է շատ բաներու որ մենք ընթացքում չենք իմանալ բայց վերջը իմանանք թե Աստված իրական դիրում է ամեն բանի վրա ամեն բարականում ամեն ժամանակ եւ վերջը կբացահայտի մեզ համար մեր բարականը լիբանանցիություն այդպես էր հետեւաբար ծնվելով Սիրիա հայրիկս մայրս հոգեվոր փորձառություն ունեցած էին իրենց ժամանակ կոչում են ապաշխարություն զղջում եւ իրենք եղբայրության եկեղեցի հասկացողությունը գարսին ավետարանական այո ընտանիքի մեջ արաքելական եկեղեցի զաբագեմ նախադասեմ գնկված եմ Սուրբ Գևորգ եկեղեցիում Հալեբում եւ քահանան դեր քարակիններ ես գնկված եւ մգրված գնկված եմ ադոր մասին շատ խնդիրը դա չէ բայց անգեզատ ծիսականություն են դուրս հայրս մայրս գիտակցաբար Աբաշխարության փորձառություն ունեցած եւ մենք հոգեվոր ընտանիքի մեջ էինք մեծած շեշտադրումը լինելով Աստծո խոսքի ուսուցման պաշտամունքի ծառայելու ամեն բաները հորմես մորմես սորված են ուրեմն ասած մենք քրիստոնեություն այդպես բանը չէ որ հավատք այդպես բանը չէ որ մենք կժարանքենք թե ուսում ենք հայրս կբարդանանք մեր 1700 տարվա քրիստոնեությամբ քրիստոնեությունը ուրիշ բան է Քրիստոսի հետևելը ուրիշ բան է
մենք որպես քրիստոնյա անձնական ճանաչման հարաբերությունն է քրիստոնյան այլ է որ Քրիստոս ընդունած է եւ գեհդեվի եւ ոչ թե ձեզ մեծ քրիստոնյաներն որ մեր որոշումը Քրիստոսին հետևելու հետեւաբար այդ գիտակցությունն ես այդպեսի ընդարգի մեջ մեծանալով երբ ունեի ընդրություն եթե ոչ ավելի շարունակեմ ծնողիս հավատքի մեջ կամ ոչ Տեգուս հայրենասերական դպրոց գնալով, ազգային դպրոց երթալով, ծոմա բաներ եկան։ Բայց վերաբերվելի պիտի հարցրեմ, ինչու ընդրության հարց կար։ Դա բացատրում եմ, ընդրության որտեվ գամ ընդրում եմ այդ հավատքի կյանքը, ինչպես որ Քրիստոսն էր մեզ ոսում, կամ չեմ ընդրում։ Այսինքն Ինչ է դարբերությունը։ Հա, շատ ուրախ ենք, սկսենք այդտեղն եթե գնում ենք դարբերությունը այդ է որ նորեն մենք շաբիկ հավատքը բամ շաբիկ շորմը չէ որ մենք գահնենք եթե մենք հայ ենք եւ քրիստոնեություն ընդունած ենք 1700 տարի է այդ ազգային իրականությունն է որ դա թակավոր անձնական ապաշխարության փորձառություն ունենալով ինքը կոպիտ ասած բարդատրեց որ ամեն ժողովուրդը Քրիստոսի հետևորդ լինել իտեմս գրաբաշխության են կամ այլ չասվածներու հետևել են So այդ իր փորձառությունը ինքը pedagogan բարդատրեց եւ փառք ենք տալիս ինչ որ եղավ հիմա եւ քրիստոնեությունը նույն ցավով ինչու վիրաբի մեջ 13 դարի բանդարգվեց իդարբերություն տակավորին դեսագետեն Ուրեմն եւ Աստված հրաշապար քրիստոնեությունը մեկ լուսավորչական ենք քրիստոնեություն այդ խորվիրաբի մեջ են մտության մեջ են լույսը Քրիստոսին բերավ Եվ 1700-ին անցնակրիս մեջ կրված արմեն օրթոդոքս։ Ուրեմն օրթոդոքսը ճշմարտություն հետևորդը է, բայց հայերու մեջ լուսավորչական գրենք համայնքը 50-60 տարի առաջ։ Հիմա ուրիշ խոսքով մենք այդ ինքնությունը կամ պատմական իրողություն մեկ մենք ընդունենք որպես ճշմարտություն ազգային հերետեջ են, մշակույթեն ժառանգած մեր բանն է։ Հիմա կոնկրետ հարցին պատասխանելով ինչ է դարբերությունը, ադոր մեջ Աստվածաշնչային մեկնաբանությունը թե ով է Քրիստոս, ով է քրիստոնյան։ Մեր եթե մենք քրիստոնեությունը ընդունում ենք Քրիստոսի ով լինելու հավատքեն ելերով եւ մենք յական հանգանակը բոլոր խոսում է իր բնության, երկնության, ավետարանքի այդ ճշմարտությունները ընդունել եւ հավատացյալը այս կոնտեքստի մեջ դա է որ ընդունում եւ հնազանդում է հավատացածին ապրում է այդ հանգանակի սկզբունքներով ընդունում է Քրիստոսի ով լինելը եւ ճշմարտությունը եւ ուսուցմունքը եւ ազատ կամքով ոս ազատության մասին են Դուք ձեր բոլոր կյանքը այդպես ապրած եք դուք հանգադոր մեկ ասեմ անգարիլ է դապել ամբրեն ասեմ բայց սկզբունքը սա է ընդունել որտեղ դա ընդրություն է կամ չընդունել Անգախ անգե որ ինչ ընտանիքի մեջ չնած հոզանեք որ քրիստոնյա հայ ծնվելով սերչը որ ես քրիստոնեական արժեքները ընդունում եմ ինչպես որ Քրիստոս ուզե մենք կնասենք գնկված ենք մգրդված ենք շատ լավ ասում խաչ կգնենք մոնգ վարենք ասում շատ լավ բաներ են որոնք նշաններ են սիմվոլներ են որ գոհն են մեր հավատքի ամրապնդման բայց դա հիմքը չեն հիմքը Հիսուս Քրիստոսն է խաչյալն է ոչ թե խաչն է Մենք երբեմն խաչաբաշտ ենք, ոչ թե խաչյալաբաշտ։ Այդ սկզբունքով ասի մեծ ասֆալտ որպես ասֆալտապան եմ խոսում, չեմ գրել լսարանը որ չավաճելի ասել, բայց այս է հիմքը որ հարցեք տալիս ընդրություն ինչպես արեցիք։ Ընդրությունը իմ ընտանիքս այդ է ընդրել որ Քրիստոսին հետևին անգախ իրեն ծնված, որը ծնունդը մենք չենք ընդրում։ Հայ ենք, ադրբեջանցի ենք, թուրք ենք, արաբ ենք, հայ ենք, չինացի ենք։ Այդ մեր ցեղը չէ։ Ես կհավատամ վերաբերվելի որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները իրենց տարբեր բոլորն ալ հիմքը Քրիստոսն է եւ ոչ որտեղ առանց Քրիստոսի քրիստոնեություն կա հարցում։ Չեմ արդյոք կա որ քրիստոնյա են Քրիստոսեն առաջ։
Եթե հումորով եմ ասում, Քրիստոս չեղած իրենք քրիստոնյա գտավան էին, որ անգարի բանի։ Չէ, քրիստոնյա է, շուստոս քրիստոնյություն հասկացողության, եթե ասում ես գրոնակետ եմ նաև մասնակցության պատալս եմ, bachelor's գրոնակետության մեջ է, դարբեր գրոներու հետ ուսումնասիրել եմ, ամեն բան որ Քրիստոս գսենք, քրիստոնյություն գսենք, գնանք գսել, եւ բոլոր աղանթովորական շարժումները, որոնք ոչ ճշմարտատավան են, եւ գործած են նույնիսկ Քրիստոս անունը։ Հասկանում եք, այս չէ օրինակ, չէ ոզորոստե շամանավա, մորմոնականությունը կամ շաբաթաբահականությունը Քրիստոսի մեկ անունը գործած են, բայց ամբողջություն չեն ընդունի, մեկ բնույթը։ Աստվածապանական վեճերում չի մտնենք, միայն բարձրապես ուզեցի բնորոշում մնել, որ իմ գարձիկով առանց Քրիստոսի քրիստոնեություն չի այս է։ Չէ քրիստոնեությունը եւ ասիգա վերապերի արաքելական եկեղեցու, ավետարական եկեղեցու, կաթոլիկ եկեղեցու բոլորը։ Բայց երբեմն գմորցվի բարձրապես ասենք լավ ծեր մեջ Աբաշխարության որոշումը եւ vedakain գոչումը միացյալ նահանգներում ինչպես եղավ։ Հա, ուրեմն նախ ընտանիք է եղած, հայդե ուզում բացատրել, որ ընտանիքը Սալեբի մեջ հավատացյալ է եւ եծգերտային քրիստոնեական այս ժողովադեղ հասկացողությունը եղբայրության եկեցից, որ ավետարանական եկեցում մեկ խմբագեր անոր մեջ է ծնված է եւ նույն ադեմ որ սակեն վարժարանգերտայի ազգային դրոց ամեն բան կտեսնե, ուրեմն 13 տարեկան եղել անդադար իմ մեջս ճշմարտության իմանալ մեկ բան է եւ ապրիլ ուրիշ միշ բայկար ունի, որովհետեւ գիտեի ճշմարտություն ինչ է։ Ուրեմն ճշմարտությունը իմանալով ճշմարտության հետևել մեղքի գիտակցությունը, մեր Սուրբ Օգին, մեզ խեղճի միջոցով, խոսքի միջոցով, Աստծո խոսքին, քարոզի միջոցով մենք զգուշանանք, գիտենք որ շիդակ անում ենք կամ ոչ։ Ուրեմն միշտ բադանական դարիքից այդ գիտակցությունը կար, բայց մարդկային օրեն անդադար այս Բողոս Հարակյանն աղլսը երկու փնություն մեր մեջը թե ֆիզիկական թե հոգևոր սա զգացել եմ եւ անցամբ որտեվ այդ միջավայրի մեջ էի ավելի սև ու սպիտակ ինձի միջավայրը Ադամար բաբան չանայի ապրիլ Քրիստոսի հետևելով սկզբունքների մեջ բայց չի ասել քիչ հարցնվեցիք դուք կատարյալ լիարժեք չենք գնալ մենք Քրիստոսին նմանվել հապա մեր ամբողջ կյանքը իր հասունության մոդենալ է ուրեմն ընթացքում է քրիստոնեությունը չափանիշ չէ որ այսօր ես քրիստոնյա եմ մգրդաբար գնկվեցար հալես դու քրիստոնյա ես անեք բան չի գա ադիա նշամն է արդակին որձնողները կամ քավորը ուզեմ որ լաս բայց անցն է որ գորոշը ուրեմն ասկուզե անցին տերը շատ կարևոր է քրիստոնեության մեջ որ անցնական որոշում է Սա այս ընթացքի մեջ պարքաստը զոգյանքս եղա Լիբանան բادرազմ եղավ ցկեցկացի Սիրիա գնացի 2 տարվա մեջ $25,000 աշխատեցա այդ թվականներում հայրիկս մենք օտոբուսի կորձեր կամիոններու կարասորի կորձ գներ հայրիկս ամեն դպրոցներում օտոկարներ հայրիկս կնորոքեր ես փոքր դարիքից աչքս բացել եմ եւ սորվել եմ այդ բիզնեսի մեջ եւ նախքին նախագահը թույլ է տալիս այն օրվա բանով որ արտասահմանեն Fiat, Mercedes, Mazda ավտոներ կային եւ նոր օտոներու մարմին իջնեն ես ագի արիթմներ եւ ես օգտվեցանք ցկեցի եկա Եվ իմ կյանքից նաև ֆինանսական հավատի մասում շական որ խոսում ենք նաև բիզնեսի մասին, որտեղ ես քրիստոնյա բիզնեսմեններուն նախագահն եմ Հայաստանի, հովվենզատ լալենզատ, ուրիշ դարբեր ասված ինձ կորզածած եւ կորզածում է հիմա շատ դարբեր ասպարեզում, բայց մենք խոսում ենք ապաշխարության եւ անգևեջ Հայաստանի երթալու մասին, ուրեմն բիզնեսը շատ մեծ թեր ունի իմ հավատքի կյանքից մեջ Թրամշահիլը, ինքնապավ ըլլալը, ինքնուրին ըլլալը, ասոք որոնք աստուզ մեզ վայլեր եմ, իմ որոշումներես ելելով, իրեն հետևելով։ Ուրեմն կորզս ուսումս թողեցի բիզնեսի մեջ մտա, հոս պաուզա ենք տալիս, թատար ենք տալիս այդ մասում, 75-ին Լիբանանի բادرազմը սկսավ, եւ ես ետ սկսա եւ ամերիկացի մինչև արդեն 70-ին օտոյի բիզնես սկսա Ամերիկայի մեջ եւ վաճառք
Չէ, նորոգում, ես օտոսերվիս ունեի, իրար պետուն Սուրյո կործեմ, օտոներ գանեի, վաճառքալ գնեի, նորոգեի, ձախեի, հաջախորդի օտոները սերվիս ունեի։ Որն ակնի։ Կալիֆորնիա, Փենսիլվանիայի մեջ եղածեք մենք։ Եվ այդտեղն այս օտոյի կորձով սկսանք հազիվ սկսում ենք Թրամ շահելու հոդը առնում էինք Ամերիկայի մեջ, որ շատ ամեն է բարնով աշխատից չես հաճաղել գնաց սախողեիլ։ Ասված օր թե սխալ թե շիդակ փորձառություններով աճում էինք Ամերիկային նոր մշակութային կյանքին։ Հիմա դուր մեջ է, որ սկսանք բիզնես անել 1982 թվին, մենք ունեցանք հովիվը, վերաբատելիմը Մարսելիային, Արթուր Հալվաջյան անունով, որին ես հանդիպած էի անգի առաջ Հայաստան։ Ինքը Ֆրանսահայ էր։ Ֆրանսահայ էր, այո։ Շատ տոն ադեն եղած էր, եւ իրեն ես 77 թվին Հայաստանի մեջ այցելած եմ։ Ես առաջին անգամ Հայաստան տուրիստական կացած եմ 77 թվականին, նախքան Ամերիկա էր տալիս։ Հալիվեն։ Անակ որ երկու երկրներուն գարավարչական սիստեմը կոմունիստական եւ կապիտալիստական 24 տարեկան 23 տարեկան դղա զգում էի սև սպիտակ ինչ էր դեղ ունենում իրեն զանոթացա եւ բադայից որ ինքը այն ադեն եկավ Փասեդինայի մեջ ավետարանական գեցումը մեջ ավետարանական շրջանակի մեջ կորզածեն ավետարանչական ժողովներ անունը ասին գալիս է շաբաթնս այդ ամեն իրգուն քարոզներ էին դալիս, որոնց շեշտատումը մարդուն աբաշխարության ավետարանում էին Քրիստոսի բարի լուրը եւ հրավեր էին անում, որ մարդը Քրիստոս ընդունելով իր կյանք հասներ Քրիստոսին։ Եվ փած շոուեր ասեն ժողովներ գլար հաճապ եւ ես զանոթ էի այս ընթացակարգին Սիրիայիցալ այդ միջավայրեն կալով։ Այս բադվելին անձնավորության մասին Եվ խոսքալ ուզեմ ասել, որ ինքը շատ հայրենասեր նաև հովիվ էր Հայաստան գալով։ Այն ադեն բորտկումներ ունեինք մեր երիտասարդության մեջ թուրքական 75 դիպլոմատիկ համագարկի մեջ դարբեր թուրքական բանոր հարցակումներ էր լինում եւ փանդարգվում էին եւ որոնց շատերը դասագեր եղած են իմ Սիրիայի ինգեներս եւ այս բադվելին Ֆրանսիա մեջ, Եվրոպայի մեջ երթար այս երդասարտներում, որ բորտկումն էին իրենց մեջ չլուծված ցեղասպանության հետ կապված այդ երողություններն հետ, ինքը ցավակցում էր, գիտակցում էր այդ ցավը եւ իր ազատ կյանքով, նորեն ազատ տար հաջախ գործածել է, որտեղ մենք կյանքի մեջ ընդդություն ունենք եւ ամեն մեկ ընդդություն ունի իր հետևանքը Այս բադվելին ազատ կամքով ոչ թե նստիվում էին համայնքեն կամ բյուջենեն ավետարանական եկեցին ինքը ազատ էր եւ գնում էր միջնորդում էր թադարաններուն աչակցում էր որ այս երդասարտները որոնք այսպես թադվում են կամ գտնում են դարբեր փանդարգումներու հետ կապված որ ասում մեղավորներ չի սեպին հապա նայեք թե ինչու են անում Ինչ ազգասիրական բարձ ասած ցեղասպանության այդ ցավերը զգալով բադվենին հայրենասիրական ծառայություններ կատարում ինձ համար նաև ադի մոդել էր ես կարող ազգային դպրոց է սահագյանական վարժարան է ես նաև ընկերներ ունեցած եմ որ մենք այդ հոգիով տասներակված ենք անակ որ իր գերբարը թե հոգևոր եւ ազգային երկուքը շատ գեղեցիկ էին տեսնալու օրինակ որ գուզեի հետևել հետևաբար այս բադվելի ավետարանչական ժողովով պատկամը Քրիստոս երկրորդ քարոզություններ երբեք կար մեկ պատասխան միլան թե ինչպես հապշտակում միլան ինչպես իրեն ընդունողները իր հետը անդի բիդիկատադեր գենտաներս եւ մերյալներս մենք հանկանակ մեզ Քրիստոս երկրորդ քարոզը այդ պատկամներ դալիս եւ Այն ադեն է, որ ասված սրդիս մեջ խոսեց, ես իմ կյանքս գուզեմ Քրիստոսին նվիրել եւ գուզեմ հետևիլ այս աբաշխարության փորձառություն գսենք դարբեր մարդիկ դարբեր բարեր գսենք չեմ գիտեր ինձ կարևոր չէ բայց իմ կյանքից մեջ անդրադարձ էր 82 թվականի սեպտեմբերը որ ես որոշեցի այդ երդասարդ տարիքես Da ես 28 տարեկանից ուզեցի Քրիստոսին հետևել, նվիրել իմ կյանքս իրեն, եւ ինչ որ ունեմ, ուզեմ
անել իր парքին համար իմ կյանքովս։ Ուրեմն ադիգա հոգևոր ծնունդս էր, անգյունատարծս էր եւ ինչ որ մինչև հիմա գնեմ Աստծո շնորհքով է որ գնեմ, ոչ թե իմ ուժովս, իմ թերություններով սանտերից, սխալներով սանտերից, ադի հստակ իմ կյանքիս մեջ անգյունատարծը, ով եմ ես, որպես հայ, ինչու գոյություն ունիմ, ինչ է կյանքի նպատակը եւ ում եմ հետևում։ Բոլոր փիլիսոփայական հարցերը, որոնք Սոկրատն որոնք շատ բարձ պատասխան ունեցան ծեր մտքի մեջ։ Հիմա պատասխան ունի այդ փորձառության հետ եւ ասի ես ոչ եմ անում ֆիլոսոֆին ադե կյանքի գիտությունն է, որ Պլատոնը, Սոկրատն ամենալ սենկպնդրային եւ մինչեւ հիմա ինչ է կյանքի նպատակը փիլիսոփայական բոլոր հարցերում որտեւ ոս կնանք Պարտացնել ինչ է կյանքի նպատակը, կամ գնանք բարձ հավատքով ընդունել թե կյանքը ստեղծողը ինչ է ասում։ Ստեղծիչը Աստված է։ Ինչը սա ցեզի, ինչ թելադրեց։ Հիմա ստեղծիչը Աստված է, եթե մենք քրիստոնյա ենք եւ ընդունենք Աստծո Քրիստոսին ով լինելը, նախ պիտի ընդունենք իր էությունը եւ իր հեղինակ, մենք ստեղծված ենք, ոչ թե այս բարձ ստեղծագործական, բանը ոչ թե evolution-ով կամ դարբեր կապաններով, շատ ամենալ հավատքի հարց են, վարուշալ հոսնորերս ենք, այսին քիրությունալ հավատքի հարց է, չխորիմ, որ empirical evidence-ը ամեն բան աբացույցն է, մենք քիրության մեջ հավատքով ենք ընդունում, շատ բան է, հետևաբար չեմ ուզում apologetic ուղղությունը ջադակովական հավատքի խոսամ, եթե ուրիշ անգամ գնանք խոսալ, բայց հոս ամեն բան հավատքով է, մենք ընդունում ենք Աստված կա եւ Աստվածը մեր Աստվածաշունչի Աստվածին ենք ընդունում եւ իր խոսքը ինչ ասում, հիմա կոնտեքստն ելնելով, եթե ասում ես ինչ է սա ինձի, մենք ստեղծված ենք մեր քոյադևումը բաճարը Աստծո փարապանել է։ Ապրում ենք իրեն բաշխելու համար։ Հատոմար հիմա ոմեք անց, ուր որլա, որ գրոնի մեջ լա, մորնակ մերոբ է քրիստոնեությունը, Քրիստոսը մորնակ, ինչ գիտնամ, աթեիստներ կամ ամեն մարդ ծնված է փամը բաշխելու, որտեղ Աստված մեր DNA-ի մեջ դրած է։ Հոս ընդրություն չէ, մենք պիտի բաշխենք, իրեն չենք, սուդը պիտի բաշխենք, մենք մեզի պիտի բաշխենք, քերեցկությունը պիտի բաշխենք, ինչ գիտնամ, Աստված չգա պիտի սենք, հետալ չգան պիտի բաշխես, որ չգա։ Ուրեմն ամեն բան թադար, ֆեմինիզմ, ամեն իզմ բարը որ գա, չասված մնե, կապիտալիզմ, ֆեմինիզմ, կոմյունիզմ, իզմները ինչ որ գա, ինչ գիտեմ, ամենալ ուրիշ չասվածներ են, ճշմարտությունն են զատ ամեն բան սուդ է։ Սոատ կդաստամ ես քիչ շատ ջանդակովական եմ իմ հավատքից, ես համոզված եմ ում հավատում եմ, եւ բայց հավատքը փաստացի բանը չէ որ աբացույցն ենք, բայց ընդունում ենք, հավատքը ճիշտ է, ընդունես առանց աբացույցներ ունենալով, եւ հավատում ես, սկսում ես տեսնել աբացույցները։ Հետո իմ փորձառությունս կյանքից դա եղավ, եւ բարձ հավատքով էր, չասեմ որ ինչ գտնամ ես հիմա ասից որ ասում եմ դարներ ետքի ունեցած փորձառությունս այսօր ավելի հավատացած հավատում եմ եւ ուզում եմ ուրիշներն հավատան, որովհետեւ վստահ եմ իմ հավատացածից։ Հիմա հարց անձնական փորձառության մասին էր, այդ փորձառությունը վարուժան շատ հետաքրքիր բան թողեց իմ կյանքիս մեջ։ Սկիզբը հոգեոր բանի եւ ես սրտանց Աստծոց ուխտ արեցի 82 թվականը հիմա անգես որ ես ուզում եմ կյանքս քեզ նվիրել նայեք ծնողի թերս կա ազգային թրոցի թերը կա մենք դարբեր բաներ ազդում ենք ուսակցությունների թերը կա այսօր ովքեր մեր լսում են այս հաղորդումը ընտանիքը ընկերը երկերը ամեն մենք ադոնց արդյունքն ենք product-ն ենք մեր մեջ թրսևորվում է, գիտես կամ չես, գիտես քո ուղի մեջ քո մտնում է բանը աչքով տեսնում ես iPhone-ը որ բանում ես, բացում ես ամեն ազդում եմ վրա, անակոր բան չկա, բայց ում ես լսում ժամանակը 168 ժամվա մեջ
Ինչպես ես լեցում 160 ժամը, ազդում եք էությունդ վրա, քու ինքնությանդ վրա, քու գաբարձը եւ ապրում ես, ինչպես որ դու ապրում ես, այդպես էլ հավատում ես։ Հավատքի աբացույցը քու ապրած կյանքդ է։ Որ չափ հավատում ես Քրիստոսին կամ Քրիստոսի ուսուցման, ապրած կյանքով դու աբացուցում ես։ Քանի ժամ իրեն տալիս ես։ Շաբթվա մեջ կամ ամսվա մեջ կամ օրական։ Հիմա ինձ համար ադիգա ես այդպես անձնավորություն հեղափոխական անձնավորություն ասեմ, եթե փամը գնամ ամփոփ սրտով սկնեմ։ Եվ աստծո շնորհքով այդ բանը ըրի հաջորդ քայլը եկավ ամուսնությունը։ Հիմա ում հետ պիտի ամուսնանամ։ Որ ամուսնությունը կորձընկեր ես պատմում կյանքիդ, ոչ թե կորձընկեր, կյանքի ընկեր։ Եվ եթե սխալ ընդրություն գնես, ամբողջ կյանքի հետևանքը կքաշես։ Հետաբար ես սկիզբը այլ մի սխալ ընդրությունների ուրիշ մեկում հետ նշանվեցանք եւ որոշ ժամանակ վեր տեսա, որ այս իմ հոգեվոր գոչումից պիտի չոքնա այս հարաբերությունը, հադրոմար այդ հարաբերությունը թաթարեցի։ Նորենք եմ ընդգծելով իմ ուխտս, որտեղ հարց ես տալիս ինչն է, ես Հայաստան երթալու հիմքն եմ ասում։ Որտեղ ասի պետք է եթե չհասկանա, ես չեմ ուզում ձեզի մագերեն սացմիա պատասխաններ տալ։ Սանգերելով շատ դժվար կյանքի փորձառություն ես, մեկն ասա փաստացական փորձառություն է, մեկը դա Քրիստոսի ճանաչում, մեկը դա ընտանիք կազմելու դիվորսի պես բաներ, համարյա բիլամուսնանային բաներ գոհին, ասեցինք ես որոշեցի, աստծո սուրբ ոգին համոզեց եւ այդ հարաբերությունը հրաժարվեցա։ Բացն հավատի, որովհետեւ հետևանքները տեսնում էի, որ շիրակ պիտի շատ դժվար համարյա դիվորսի պես զգացումներում մեջ չէ ասում, որտեղ աղջիկան է դալ համակրանք կա, դարիք է ասում, բայց նախընտրեցի աստծո հազանտիլ, ելելով իմ առաջին ուխտես։ Աշկևեր չէր, որ 6 ամսվա ընթացքին ասված նոր անցմի մարչևս բերավ եւ իմ ամուսնության չափանիշը դրած է երկու բան։ Եթե հայ երդասարտներ ժողովրդանցեր եմ խոսում, աղջիկ տղա կփնտրեք, ինչպես գողագից գտնակ ու մեծ ամուսնանանք, այդ արդակին դեսկերում մի նայք, ատոք այսօր կամ բաղը չի կան, միսեք սիրեցի, սիրարվեցի, ինչ է սերը, սերը նվիրում է, զոհապերություն է, հավադարիմ լին է խոստումիտ, ատորման մենք ընդհանրապես այդ սխալ հարաբերություններ են գմտնակ, վերջնալ ընտանիքական խնդիրներ գալար։ Սասված այդ հոգևոր որոշում ես, իմ հոգևոր աչքերը սպասմավ։ Որ մեր հոգևոր հարաբերությունն մեր ֆիզիկականը, մեր մտայինը, մեր նյութականը, մեր մշակույթը բոլորը կփոխվի։ Ելելով այդ հիմնական ում ես ընդունել եւ ում ես հետևում։ Սադորամար ասու փառք եմ տալիս, որ այդ փորձառությունը վարուժան իմ յանքի ընկերս փնտրելու շատ հստակ ուղղություն տվեց եւ ես նշանվել են առաջ իմ աբակադիկնոջս ասեցի նայես հոգեոր փորձառություն իմ բիզնեսի մեջ եմ հաջողակ բիզնես եմ անում բայց կուզեմ մի բան գիտնաս օրը ես որ Արտեմիջ այդ սկսած էի աստվածապանական ուսումը սկսել ուրեմն ադոր մեջը եւ որ նվիրեցի հանաքի օրցեր կսալեցին ստա Ետ սկսա 6 տարի վեր ուսումը շարունակել այսական բիդումնա որ քիդակցելով որ ուսում պետք է որ զարգանա հոգեվոր անցը որ պիտի ծառայի աստծո ետ սկսա ուսումնական կյանքս արդեն 28 տարի վեր քան տարի դպրոցս թողել ես վերջ Սադան հետաքրքիր ճամփորդություններ կյանքի սկսա եւ սովորական Ամերիկայի PCC-ին Pasadena City College 25,000 ուսանող ուներ մեր դպրոցը, ասենք ատեն հանրային դպրոցը սկսա երթալ։ Անգևերջ աստվածապանական քրիստոնեական դպրոցը կացի գրոնակիտության դիտոսով մինչև 85 թվականը, 88 adıyeri, 88 magistrosը սրի աստվածապանության մեջ։ Միջատ որևէ եկեղեցու հետ, որևէ կապվածություն։ Այո, շատ չես նվիրված էի, նոր է մեր եղբայրության եկեղեցի ավետարանական համայնքի Ամերիկայի հայ ավետարանական եկեղեցիներու, բայց հատուր մասին
գաղնարկեմ ես լինելով առաքելական եկեցող զավակ և եղբայրության եկեցին ուներ այդ մոտեցումը, բայց իմ հովիվս եղած է նաև Հալեբյան, դոկտոր Հալեբյան, Գերեկ Հալեբյան, որ նազովրեցի եկեցող հովիվ էր, բայց հետաքրքիր է ունիկալ բանը, որ Ամերիկայից մեծ Fuller Theological Seminary, Fuller-ի աստվածաբանական ջեմարանի մեջ հայ եկեցող բատությունը, հայ եկեցող աստվածաբանությունը գտասանտեր, բեզի թուլ գուտային, այդպեսի ազատ բաներ, և ես այդտեղ նաև ավելի հայ եկեցող մասին բատնունը սրվեցի, և մեր ձեսեն ալդ, եկեցի մեջ խաչագնք ինչ որ դարբեր ավետարնականներ, շարականներ գերքեին, ուրիշ խոսքով ես ավելի իմ ուսումս նաև իմ հայ եկեցվո մշակույթը գիտակցելով, քննադելով, կործածելով իմ աստվածաբանական վերջը թեսալ ադոն մեջ եղած է, ուրիշ խոսքով ես սովորական հայ ավետարական եկեցող հովիում բատվելի մտչեմ, առանցին ես նված տասելով, ես ավելի լինելով իմ ագունքս առաքելական եկեցին, ազատ կամքով ավետարական եկեցող հովիվ եմ, որոմար ուրախ եմ, այդ նպատակով հարցուցի, որ եկեղեցվո կապված էիք, ուրեմն ավետարական եկեցող, այո, ես միտյան մեջ էի և շատ ակտիվ էի, ասպես ասեմ, ավետարական Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության և նաև Ամերիկայի Հյուսիսային Ամերիկայի ավետարանական միություններու եկեղեցու մեջ և ներկայացնում էի մեր եկեղեցին, որ անդամ էր, և այդ ուրիշ թափ է, որ ինձ բավական երկար ծառայած եմ և Աստված վերջի ինձ Հայաստան ինչպես տարավ, ադի ուրիշ ընթացքն եղավ, ես իմ դեսիլքով ուրիշ փորձառություն ունեցա։ Բայց բզդիկ նրբությունը գա վերաբադվելի, որ ձարայելը ասպարակայի մի դե ասկնանք, որ առաքելական ասկացողությամբ եկեղեցական ձարայության սկսակ, այսինքն բադվելի թարցակ։ Հիմա ատարացի մաս համար կրետ է վերջացնում էի, ուրեմն դիկնոչս հետ պայմանավորվեցանք, և ասի, որ օրմը ես թուրշ պիտի կամ, դիգինս ավելի ուրախացավ, աչկերը բացվեցավ, որ ես ոչ թե բիզնեսի մեջ մնայի Թրամփի շահի կյանքիս նպատակը դա էր, հաբա իմ կյանքիս նպատակը Աստծուն ծառայել, որովհետև դիգինը իրեն հայրը մայրը հոս գարանտինայից էին, Աշրաֆիայից էին, իրեն մեծ հայրը Բադվելի Սալիբյանն էր, Վահրամ Սալիբյան, Ամանոս եկեցող հիմնադիրը, Աշրաֆիայի եկեցող հովիվ, Բադվելի Սաղարյանը, որ գային, դարձյալ իրեն բարեկամն էին, Մանուկյանը, ուրեմն իրեն ինքը գալիս էր ավելի ավետարանական ընտանիք, սույրն համար ավելի ուրախություն էր, որ տեսնան, որ իրեն աբարքա գոհագիցը նաև այդպես իլքում է, ուրեմն այդ ուրիշ կարևոր հանքերբաններ են ասենք, ապաշխարության փորձառությունը, իմ սահակյանական փորձառությունը, սկիզբեն ազգայինը, Բադվելի Արթուր Հալվաջյանը, ապաշխարության փորձառությունը, նախամուսնական պայմանը ասենք, ամեն բան հստակ էր, որ ես օրմը և իմ ուխտս Աստծո հետ 28 տարեկանից կուզեմ իմ կյանքս Աստծո նվիրել և իրեն ծառայել, հիմա ծառայել պարենական ծրատարնակ, իրեն նվիրվել և այսպես եղավ, ինչ որ չի ուզեր, ասեր և ադոր համար 82-91 9 տարի պատրաստվեցա աստվածաբանական ուսում բարձրակում և անգևերջալ 5 տարի ունեմ դոկտորականիս համար 13-14 տարի ես ուսանացա և պարկ եմ դարես ուսումը կարևոր բան է հանակ որ ուսումը չափանիշ մն է նաև հովիվը լալու այդ դիտխոսը որ յոնում ավետարանական հովիներուն բահանջն է MD ունեմ, Masters in Divinity, ես այդ ունեցա, հոս ադի որ ունեն, հոս լիպանամից կսե արդեն բադվելիություն անում, կարծես ուսում ու բադվելի դարած, այդ չէ կոնտեքստը, ադի ուսում է, գիտելիք մնե, որ ադի կորձած ես, որ գանաս հոդի տիրություն ես ուսուցանել, ասին, բայց բադվելի չես լար ուսումով, բադվելին ես ինձի գոչում ես, գոչումը ստացա ուրեմ 82-ին Աստծո ծառայելու, բայց իմ գոչումը չէր, որ բադվելի լամ, հիմա էլ չեմ խորի, որ իմ գոչումս բադվելիություն է, թեկուզ բադվելի եմ, բայց փուն գոչումս ադիգա, հիմա խոսանք իմ գոչումս Աստծո ծառայել էր,
իմ master's-ս եկեցինել հիմնելու եւ աճեցնելու մասնակցում church and planting սրանքներով անակ որ ասպարես տերտանալ այլադենեգարից ետ հարցազույցերին 51 թվականին Դեր մասնակցությունս ինչպես Հայաստան միսիոնարության հետ կապ ունի այո missions-ը միսիա առաքելություն է առաքելական եկեցի որ գսենք հա միսիոն է տեսական հասկացողությամբ որ հասկացվի այս առաքելական մեր հայ եկեցին միսիոներական եկեցի որտեղ առաքելական սուրբ եկեցի գսենք առաքել mission discipleship առաքելությունը կատարել մենք բարեր բիդանենք ճիշտ հասկանանք հիմա երբ մենք folk religion կա ժողովրդական հասկացողությունը կա որ գնալա ճիշտ խորը արմադապանական ճիշտ իմաստություն են ատորոմար ուրախ եմ ծեր հարցատումներում սպակության հետ կապված ուրեմն այս իմպորտարություններ միջև 91 սարի Եթե ուզում եք ասեմ թե ինչպես Հայաստան եկա հետո ադեցել հաջորդ հարցը Բնական օրեն այդ է ուրեմն չէ բայց բզդիկ ասեք այդ հարցը կան այլ հարցեր բզդիկ round up ինչպես կսեք ամփոփումը որ հետևյալն է դուք ընտանիքեն ունեիք գոչումը ծառայելու Սահակյանեն ունեիք հայրենասիրական ոգին երկուքը արդեն 91-ին երբ արդեն դարձած եք պատվելի արդեն պատրաստ կարծեր մեջ Բադվերի չի դարձած ուսում ունեի, այսինքն եւ 91-ին արդեն Հայաստան կանգախանար։ Ինչ բադայեցավ ծեր մեջ։ Ասեմ, նախսեմ այդ 91-ին այդ ապաշխարության փորձառության միջև 91 անաքչեր որ ես ցերկս սալած միան ուսանում էի եւ բիզնեսը անում երեք զավակներ ունեցա դժվար դարիներ էին ինձ հատմանով որ գոչումը արդեն ունեի, գոչումը ծնված էր 82-ին Գոչումը գարչուներ ուսումի հետ այսօր ով լսում է ինձ բայց մեկ ուսանի որ գոչումը աստված է տալիս գոչված ես գադարել ուրեմն եւ դու ընդունում ես գոչումդ հոս անձնական որոշում էր ադի լալեն յետ ես սկսա պատրաստվել ուսումով գլա կորզով գլա տրամով գլա ֆինանսապես եւ երկար տարիներ էին նպատակը ստացեմ որ ես ամբողջ կյանքս միտքեմ օրը միտքավ չաշխատեմ ասեն եւ դուրս պիտի կամ սադինելու համար մի քանի բան ունենք ուսումս պետք է վերջացնեի ես իմ միջոցներով ուսանան ոչ մեկից չհովանավորած թե ուսանձեն հովանած են շնորհակալ եմ միություններ բաներ երկրորդ պետք է ֆինանսապես բավարարված լայի որ ես իմ միջոցներով ծառայեմ Ուրեմն ասում նպատակներ դրածի, կյանքից նպատակը Թրամփշայիլ չէր, կյանքից նպատակը այդ որոշում են յետք, ինչպես կնամ ես ամբողջ կյանքով ծառայել, եւ ինչ բաներ պետք ունիմ, եւ ինչ բաներ պետք չունիմ, որոնք խանգար են։ Ուրեմն այդ 9 տարիներ այդ ընթացն որ Աստված ինձ պատրաստեց, եւ ֆինանսապես բավարարություն ունեցա իմ բիզնեսս, օտոյի բիզնեսս, պարկասու աճում էր Աստված եղբայրս տվավ, որ եղբայրս մեծ տեղ խաղացավ ընտանիքիս մեջ, որոնք նաև աղոթքի արդյունք են, երբ ես ծնվել եմ, երկու աղջիկ ունեին ծնող, ասալ մեկ դղամը դու քեզ ուտանք, ասալ ուրիշ բան ուզեմ ասել։ Ես պատասխանն էի ծնողներու աղոթքի, եւ ասիք ինչ ուրիշ բան է, հոսնորեն ընդրություն մարդկային աստծո քերիշխանությունը եւ մարդու ընծության թեման է sovereignty of God and man's free will գսենք ծնողներս բազաղոտ գրած է զավակը 10 քեզ ուտանք 9 ամիսին դղան ծնվեց ստացավ 28 տարի դեպս որ ես որոշեմ սոյետա կերկի ասվածապանական դայքոտոմիկա եւ զուգա երություն հիմա Աստված նաև ես ծնողս աղոտ մնաց մեկադալ դղադուր, երկու աղջիկներ ես ծնվել եմ, մեկադալ դղադուր, ինչու աստղան տո օգնականը լա եղբորը, անունը Սամվել է եղբորս, 28 տարվեց Աստված եղբայրս ինձի, որ 37 տարեկան ես որոշեցի դուրս գալ, Աստված եղբայրս բերավ ինձ օգնականը լելու, իմ բիզնեսներս ինքը վարեց, ամենամեծ աշխատեինք, պարտներ գործընկեր դարձանք եւ իր միջոցով ես Հայաստանի մեջ 33 տարի մեջ որ գտեմ ադիո ասվածինալ օգնացել։ Ուրեմն աստծո մեծությունը, մասնակ դերս բարս միտքեր են ասենք մարդիկ
ամեն հավատքարը խորաբեսի դնտունից գավադաս իմ հետս այս էր բապություն ասված եղբայրը դավ եւ եղբայրս օգնեց որ ես իմ ոչումից շարունակեմ Հայաստան մեջ այդ 9 տարիների մեջ Լոս Անջելես արդեն անկախության չեղած 85 Արցախյան շարժման ժամանները Գարբաչովյան դարիներուն մոտ 60,000 հայեր եկան Լոս Անջելես Հայաստանի հայեր ուրեմն ուսման դարիներուց ես շատ ակտիվ մաս էի կազմում մեր հայ ժողովրդին ծառայելու Հայաստանի դուրս Լոս Անջելեսի մեջ Ես չեմ ուզում աչափ բացասական պատկերը բերեմ հայաստանցիներին տեսակ դժվարություններ ունեին Լոս Անջելեսում փանդեն ազատված անկախության եկած տարիներուն բայց մենք անոր ագնահատենք իրենց ադապտացիան գենցավարություն էին օգնում որ ապրին շտակցել եւ ամերիկյան գրանտներ կային որ ուզում էին օգնել նոր փախստականության դեղափոխված նոր քաղաքացիներ անագոր ես բավական փորձ ունեի հայերուն սիրելով հայերուն ծառայելու իմ հայրենիքներուն Հայաստանեն մենք գետրում ունենք հայ ավետարանականները Armenian Evangelical Social Service Center Pasadena-ի մեջ չէ Հոլիվուդ ճիշտ գետրոն Հայաստան օրգան հայ ավետարանական սոցիալական ծառայության գետրոն ես գամավոր 4-5 տարի ծառայած եմ այդ խորհրդի նախագահը եղած եմ եւ մեր առաջին արտաքին գործոս նախարարի Ռաֆի Օվանեսյանի դիգին իմ ծառայողս եղած էր Արմենեն իրականույն սերունեին ազգին ծառայելու եւ մենք այդ տեղեն իրար ծառայեցինք եւ Փարքաս, ասո փարք են տալիս, բավական փորձառություն ունեցա, որտեղ գոչումս որոշած է ուզեմ ծառայել։ Ծառայել փարը հովի վլալ չողություն ծառայում մի տեսակ է, բայց ծառայում ենք մարդուն խավատնու ջուր եթե դաս Քրիստոսյանն օտուն ծառայում ես փարք ասո վգանես լինում։ Եվ ասանք շատ բաներ է, երկրաշարժի կոմիտեի մեջ եղած էի, երկրաշարժը որ եղավ ես ամեն Լոս Անջելեսի երկրաշարժի fundraising-ի առաջին տրամավակի պատասխանատուն էի դոկտոր Գարբիս Տերյանի գլխավորությամբ բոլոր եկեղեցիներուն համայնքներուն երրորդ օրվեջ 6 միլիոն դոլար հավաքեցինք այն ադեն նոր եղած էր երկրաշարժը ուրեմն ամեն բանը մեջ Հայաստանի հետ ցավը դանում էինք Հայաստանի ես 85 թվականին ալ Հայաստան կացի չէ դերեմ ասած անագոր սեր հայրենիքի նկատմամբ կար եւ հայրենիքեն դուրս օդար ամայի ապերու մեջ ծառայում էին մեր հայրուն հատկապես Հայաստանին եկած բայց հիմա բուն հարցը կա թե ինչպես պատահեցավ Ամերիկա յան թողելով Հայաստան երթալը 91-ին ես վերջացնում էի իմ ուսումս այս դարիները ինձի հատկաց վերջին 2-3 տարին ջեշիշ տարին են երբ եմ վերջանալու ուսումես որ ամբողջ ավերին աստծոկործին փող աշխատում է ցերկս յուղոդեր օտոնոմիկում մեկ կոմենսայր բայց տրամը գար բայց հաջուկը չէի ունենում տրամը ունենալու եւ աշխարհում ընդհանրապես արդեն բիզնեսը վրաս փաներ կա ջեշումի բեսեր ոչ թե տրամի շատ շահել քիչ շահել ադի լավ բան ես միջեմ տրամ գշայեմ եւ հաջողակ բիզնեսմեն եմ ադոր մասի չէ բայց ես ժամանակս ինչի վրա եմ ծախսում հանցավորս երբ պիտի վերջանամ ասում ինչի օտոնորոք եմ ես երբ գնամ ասո խոսքը խոսիլ ինչու ժամանակավոր բանալու մասին խոսամ եթե գնամ հոգեոր հավիտենականի վրա խոսալ սոաս մեջ այդ գոչումը զարգացավ եւ մեջս սպասում է վարյամ առաջ վերջանամ որ լրիվ նվիրվի այդ դիգնոզես կոնտրատորացի իրաց եւ ասված մեզ օգնեց 3 աղջիկներով այն ադեմ 6 տարեկան 4 տարեկան 1 տարեկան են մեկ ամիս կա դի վերջացնեմ վերջին դասավանդությունս Համասարանի պրոֆեսորն հետ խոսեցա, որ ես կուզեի ինել ուսումնասիրել հայությունը, հայ ամանքը, այսինքն Լատին Ամերիկայի հայությունը։ Որտեվ Կանադան ինչու այդ ընդրությունը։ Ես ասեմ, որտեվ Կալիֆոռնիան արդեն ապրած է, East Coast-ը գիտեի, West Coast-ը գիտեի, East Coast-ն, Նյու Յորք, Կանադա, այդտեղ ամեն կացած էի։
Սուրյան գիտեի, Լիբանանցի էի, Շարկլ Աուսատը, Middle East-ը գիտեի։ Ես շատ ճամփորդած եմ, ասեմ 22 տարի սալ մինակ ընկերներով Ֆրանսա ճամփորդած ենք օտոյով հալեմ, արգածախնդիր մարդ եղած եմ։ Եվրոպան լավ գիտեինք, հայերուն մասին, ինչա որ գիտեինք այդ տարիքին։ Միան որ չէի գիտեր, Կենտրոնական Ամերիկայի արկածած է Վենեսուելա մորակուրուսոներ առաջնական բիզնեսատ դենարի, բայց Լատին Ամերիկան, Ուրուգվայ, Բրազիլ եւ Մոնտեվիդեո եւ Արժանտինա։ Հիմա այս երեք դեղերը չէի գիտեր, մեկ հատ հոն երթան, ինչուն ասեմ, գարդ ասեմ, որպես իմանամ Աստծո գամքը, թես գանքիս մեջ ինչ պիտենեմ, այդ պնդրդուկեն ելելով Արժանտինա կազի, որտեղ հոսկա, Հոլիվուդի գիտեմ, Լոս Անջելեսի գիտեմ, չեմ ուզում բիդակներ գծնել հայության մեր օդարապերում մեջ ապրող հայերին, ապրեցա եւ ես փնավ չէի, ես ազատ կանգով Ամերիկանի քաղաքացի եղա, բայց չէի ամերիկացի ճանաչվեմ։ Ես սերիմս, ես հայ եմ։ Եվ հայությունը դեսնում է ինչպես melting pot կսեմ, ուշ կամ գանուխ պիտի օդարապերում մեջ պիտի զերոյանաս։ So այդ հայրենասիրական հոգին ելնով ես ուզում էի ուր պիտի ծարայեմ։ Եվ ուսուցիչիս համացանեց, եւ պարկաստո կնացինք, Բեդրոս Հաջյանին դուն էի մեր դնորենը Ջեմարանին, ինքը բաշտոնավարում էր Բոնես Այրեսի հայկական դպրոցը, բարիքորձական դպրոցներուն բոլոր այցելեցի, Լուիս Սիմոն Հովանո որում էր, բոլոր գուսակցությունները այցելեցի, դպրոցները, ազգային գետոնները, մամուլը, ծերանոցները, բայց ոստերը իբրև անհատ, ուսանող, ոչ պատվելի։ Չէ, ես միշտ այսօր մեր վեհաբար հորելան, ես պատվելի էդիկ, ես միություն չեմ ներգասում, ոչալ ծանգացել եմ, ես որպես Լևոն Բարդակցյան եմ ի հայտ գալիս հիմա, ծերետնալ այսօր ադամար թեգուսունի մատիտ խոսները գոչումները, ես միշտ ուզում եմ անհատ անցնական ամբիցիա գսեն միլիոններով գիտնալ, ուսում նասը, իմ նախացերնություն է սա է, որտեղ ուզում եմ իմանալ իմ կյանքի վերջին ինչպես եմ անցկացնում։ Այս ճամփորդության ընթացքը էր, որ Արժանտինի մեջ տեսա հայկական դպրոցներում մեջ, որ ծնողները $600-700 ամսական փող պետք է տան, որ հայկական դպրոց էր տա երեխան, դժվար Լատին Ամերիկայի մեջ, մտնում ես, ուսանողները իրար հետ իսպաներեն են խոսում, հայկական դպրոցի մեջ։ Բրազիլ, Գերտաս, նույն բանը, Պորտուգալերեն, պորտուգիզ։ Որ քեզի բան, հայկական ստացիոն Արմենիա, ինչ գիտեմ Ալտրանիկի գետրոն, անուներ կան փոստներ, խաչքարեր բաներ, բայց գիտես որ ուշ կամ գանող ասոնք երթալի էր, որտեղ մարդու միտքը, մարդը սպաներենով է մտածում, սպաներեն է երկում, սպաներեն է խոսում, սպաներեն է ջաշագում, միտքը լադինացած է։ Եվ չենք այ բաներ, ես չեմ ուզում այ բաներ, փնական է, միջավայրի մեջ լբի է, դա մալբի է, և այդ էր հիմա, այդ գիտակցությամբ վերադարձա հոներ, որի մեջ ես ծնվամբ, կյանքիս կուլմինացիա որոշում, հիմա կոնկրետ ծեր եմ պատասխանում, ինչու Հայաստան եկա, հոս էր, որ ես տեսա, որ ես ինձի դեղմը չեմ գտնում։ Բացի Հայաստանը։ Այս տարածաշրջաններում մեջ։ Բացի Հայաստանն ցանկալին էր, ոչ թե պայմանը։ Դեսա վերլուծությունները, որ այստեղ եղբայր։ Ինչ եմ ուզում անելու Բոնես Այրեսի հայն, երբեմն կյանքստեմ, որ քիչ 10 տարի ավելի երկար լուծում ես բիզնեսմեն եմ չմոնակ։ Այսինքն ես կյանքիս նայում եմ ամբողջությամբ, ես չեմ եղած բادرությունը ինձ համար Բաշտոմը չէ, որ գործա, ես ամբողջական անձնավորություն, ես իմ ամբողջ կյանքս նվիրած եմ Աստծո, իմ կարողության չափով, և determined, նպատակասլաց գնում էի, հատով Վարուժան մեջս ցանկությունը զգացի, որ գարձես Հայաստանը դե արիթմն է, որ հոն երթամ, ուրիշ տեղ մչի, որտեղ Հայաստանը գիտեի, հայաստանցիները գիտեի, սպյուրքը դեսա ինչպես էր ապրում, ցավերը դեսնում էի սպյուրքի,
Աստված իմ մեջս այդ դերն է, որ այդ միտքը, հոգին, ինչպես եմ, չեմ ուզում շինձու բարերով բնորոշեմ, բայց ցանկությունը հոնձնվեց, որպես արդյուն հետևանք այդ ուսումնասիրության, իմ աստվածապանական վերսիկորսին, այդ հոնձնվեց և ադի դարձավ շարժիչ ուժը կամ ծնունդը հղիացումը իմ Հայաստան գալու։ Եկա մեր միության հովիվներուն, միության հովիվը գար Los Angeles։ Իսկ անհատական որոշումներ եւ ոչ գործուղում։ Չէ, ինչ գործում։ Լավ գիտեք դնում։ Սխալման մարգարեցակ լավ համը, որը չտատոր բիդիկա։ Շնորհակալ եմ ձեր սերուն։ Անհատական։ Եվ հագարակը շիտակ, գործողումները ես Հայաստան, գործողման ուղարկողները ես եմ ինձ բերել Հայաստան։ Շնորհակալ եմ հաշրավ, որ ամարիմա քիրքես կրում է եւ քիրքես ստայոտված գասեջս մարդությունը, թե ինչպես ավետարանությունը Հայաստան եկավ։ Իբերտալիս ընթացքում եւ վերջ։ Եկա բաժնեկցեցի ավետարանական հայ ավետարանական Ամերիկայում ունին Հյուսեն Ամերիկայի միության հովիվ Union Pastor to the Union անգլերենով։ Մեկը որ իրենց տարբերակեցնում մեջ կհովվե գծարայե Minister to the Union։ Իրեն բաժնեկցեցի որ ես ասենց դեսիլ մոնեմ։ Մինչ արեք դանորաջ ավետարանական ինձ կուզեին որ ես Ամերիկա յում իրենց հովանուտ դագլամ under the care of union գսեն որ նորմալ է որ հովիվներ պատրաստեն հովանավորեն ուսումը դեվալը ավետարանն չական միութենեն զադե ասցեն ավետարանն չականը միություն ավետարանն չականը գերակցություն է միությունը անկախ բայց փողը դվող ավետարանն չականն է Աչափչը ամողլի են իրար ավետարանչակը առաջ ավետարանչականը երեխաներ վեց ավետարանչակը դարձավ բաբան այսպես ասանք հասկացաք տրամական ուժը ավետարանչականի գերակցության մեջ էր ցերներ եւ նյութական ուղղար ավետարանչականը եւ միությունները բան չկա նորմալ է միջոցներ կա այդ բայց ես դարների մեդևս էին որ եթե Լևոն Եգոր մեր միության անդամ ես շնորհակալ եմ ես Աստծո զարայում եմ, հոս կարևոր է գուզեմ լսողներուն նստակացնել։ Աստված, եթե գեզի կգան չէ, Աստված կհայթայթ է նաև։ Մեր Աստվածը Քրիստոս այդպիսի մեկ չէ, որ իր բոլոր խոստումները ճշմարիտ են։ Որտեվ եթե դեր քեզ գանչում է, դեսիլ տալիս է, եւ դու նրանց անդում ես, գսեր որ բիդերտակ բայսակնիտ մի արեք, մի դարձեք ցեր, քացեք դու ինչպես որ գաք, ես ցեզի կհայթայթեմ։ Եվ ասում ամեն ուխտեր են, հիմա աստծո խոսքին խոստումներ են, կամ գավադաս, կամ չես ավադաս, եթե գավադաս, կաբլիսադոր հետ։ Սո իմ գակիս մեջ ես կրնամ սևացված, ես շատ բատմելիքներ ունեմ, ինչպես տեսնում եք, աչապ փորձառություններ ունեմ իմ գանքի մեջ ինչ-որ եղավ, հատկապես հավատ Միքայելին հետ, քիրքեր կարելի է քրել և քրելի եմ շատ բաներ։ Հիմա շատ բաներ մասին, հիմա այդ եղավ բաժնեկցեցի, որ ես իմ մեջս ցանկություն հոր շրջանավարտ եմ լինում, ես ուզում եմ Հայաստան երթալ, ծարել ազգիս, արդեն այդ մեծ որոշումն է հիմա, միջով պատրաստեցակ, 37 տարեկան մեկը հասուն, խելահաս, բիզնես ունեցող, ընտանիք ունեցող, ուսումը, դեսիլքը, հիմա ես մի դերտամ, որտեղ դերսը դիսմրա հոնդրավ, եկա բաժնեկցեցի իրենց հետ, իրենք ասին Los Angeles-ին Ֆրեզնո է, որ մենք այդտեղը խորհուրդ ունենք եւ մեկ դինից այդ բաժնեկցի հետաքրքիր է որ լիբանանցի եթե գիտեք ավետարանական CMC-ին գար այստեղ CMC-ի հիմնադիրները Օգոստին Բադիր, դոկտոր Մանուկյան, Ասոգամեն Հոնեին եւ Գյոկգեզյան Բերնար Գեզյան, Ռոջեր Մինասյան Բադվելիներ եւ Չոչերը ասենք ավետարանական, որոնք հոնեին եւ մենք ծանոթություն ունեինք, եւ լսեցինք ուրախացան, ասի որ մենք ալ մի ամիս առաջ մեր միության ժողովին Նյու Ջերսի մեջ ավետարանչականը ուզում էր իրենք մեկը ունենա, որ իրենց ներկայացնե։ Սո հետաքրքիր զուկատիբություն էր թուրքերեն օգսեն Ղազան յուվարլադը ղապախանը բոլդը։ Մեկ օմեն դեր իմ սդիս մեջ ցանկություն դրա, մեկ օմենալ իմ միտքես չանցած։ Ես սովորական բատվերի չի ուզե, պնավ։ Հիմա, ես հովիվ եմ, ես հիմնատիր եմ, պարկասը, բայց իմ գոչումս գլոբալ է, ավելի համաշխարհային դեսիլ ունեմ և ասակ քեղեցիկ բան մեղավ։
Եվ անգևերջ աղուտեցինք պարկ ասոսինք այս արիթին համար, որ դալիս ես։ Սվասված անգևերջ ավետարանչականը չանած մարդ գտնել, որ այս բաշտոնն է, ինձ բաշտոնական ծիսագարկով հայդարություններին պաներին, որ մենք ուզենք մարդ կրգենք Հայաստանը, մեկ երկու ամիս մեկը չգիտան, անգևերջսին նաև կուտեսիլ կեզ դորունիս, գնաս մեզի ներգայացուցիչն արելաս։ Ուրեմն ես նաև ընդրեցի իմ դեսիլքս ընելուն զուգահեր իրենց ներգայացուցիչելա և 3 տարի իրենց հետ համացայնություններ էինք։ Մեկ բանը, որ ամեն տարի պետք է փոխվի, եթե մեկ տարի գնամ դուրս գալ, ուզեցի, որ մեկ տարի մեջ ես հիմնեցի ավետարանչական ներգայացությունը և այլնս պետք է նեմա մեկը կդեք ես։ Գրնամ անգերց հարցում հարցում ընդդիմության անտիվեցակ Հայաստանի մեջ։ Որոնց հետ գոման է։ Արաքելական եկեղեցու։ Կիրկիս մեջ կան, ագյաձ ես նաև բաներ դրած եմ, չեմ ուզում էժանակին ծվով ընդդիմությունը ասեմ, բայց Չես էժանակին չէ որ գարցել։ Չէ, լուրջ չեք ասում։ Բարձրապես որտեղ ուղղության հավատքի դարբեր մեկնաբանության հարց է։ Գիտեք ինչ, մեկ հատ միտքս Նաև ավանդության հարց է։ Մեկ հատ միտքս վերջացնեմ, եթե առաջինը որ հոն առաջին մասը վերջացնենք, ուրեմն ես 2 տարի եսել եմ, որ ինձ մարդ կդեք, ես կուզեմ դուրս կամ այս ծառայության, որ իմ գործումս արդեն եկեցիներ իմնել ավետարաններ էր, և այս ընթացքում Հայաստանի մեծագույն կարիքը, դերս ցեզած երկրորդ հարցումն եմ պատասխանում, խորհրդային փլուզում են ետք, մեր ընկերությունը ավետարանչականը շատ մեծ գործը և անունը մինչեմը, մարդասիրական ծառայություններում, բժշկական զոհվածներում, օգնություններ, ֆեդայիներ ընտանիքներում, 1500 երեխայի խնամալակալություն, ծրագիր ես սկսեմ ավետարանչություններում օրերում, երկրաշարժային դժվարություններում դարածքը քաղաքական այդ տարիները Լևոն Տեր-Պետրոսյանական ժամանակի նոր սկիզբը, նոր վարչակը, ցև, ցուրդը, Կալիֆոռնիայի դակ օդը, Հայաստանի զերոյի բանը, շատ կոնտրաստիկ, շատ դժվար բաներ և այդ բանին պարկասո ինձ լրի վստահեցան և ես հիմնադիրը դարձա, ներկայացրեցի իրենց գրանցում ավետարանչական Արմին Միշելյանի ասոցիացիոն։ Այդտեղ պատվելի կոչվեիք։ Հիմա գալիս ենք, ադորալ հիմա։ Լավ հարցեր ես տալիս, Վարուժանը, շատ ուրախ եմ, որ ավելի հստակ մեկնաբանություն ուզեն, բայց ամեն մեկու ես պետք է հստակ բացատրեմ, որ լսողը կամ դուք հստակ հասկանաք, ուրեմն այդ գործունեությունը սկսավ և 3 տարում քիրկս հիմադոր մասին որ հրատարակում, քոլով բաշտոնագործությամբ կամ բադվելի հարցով, որ շատ կարևոր հարց է, ուրեմն ես երբ որ ընդունեցի համագործակցությունը իմ դեսիլքս ասի, իրենք խանդավառվեցան, փնտրեցին չգտան, վերջի որ ես եղա, իմ բաշտոնս ներկայացնել էր ավետարանչականի ներկայացուցիչը, որ շատեր դերևս գերազ էին, այսօր գերազ են, ես ուրախ էի, որ ասված գործած է, այս ընկերակցություն որպես ջամփա պլաշատկա գսեն հայաստանցիները, հիմք հարթակ առաջ գնալու, և նաև Ամերիկայի ավետարանչական միությունը։ Ուրեմն երկու մարմիններու ներկայացությամբ ես հիմա նկարեցնում ես այս Ամերիկայի չոչերը, սենք բոլոր ավետարան աշխարհը եւ Լատին Ամերիկային ամարտիկային անգևերջելա մերցավոր արևելքի ներկայացությունալ իմ վրասեր եւ Եվրոպայում խոսում գովիդ ասած աշխարհի հայ ավետարաններու որ ներկայացուցիչ եղա։ Հիմա առողագարկը ասոր եղավ Դիթրոյթ Michigan Detroit-ում վերաբացվելի Թութիկյան Վահան Թութիկյանի եկեցում որ ինքովում էր եւ այդտեղ որ այս համաժողովի ընթացքում էր հայտարարությունը եւ որոշում կայացվեց որ Լևոն Բադակյանը գնում է որպես ներկայացուցիչ այդ ընթացքում ինձ բաշտոնական commissioning ceremony բաշտոնագործման ծառայություն ոչ թե ordination-ը օձումն է այսպես ասած ավետարանական եկեղեցին չունի չէ բայց ordain գնեն ոչ թե յուղով օձումի ցերնատություն դերս բարեցենք ես ունեցա հովիգոմեն միության հովիգոմեն ցերնատություն եւ բաշտոնագործում որ գոչվում է commissioning ceremony եւ Ադորնը ելնելով ինձ նաև հանձնեցին բադվելի հովագար, չէ,
Չէ, երկրորդական է, հովվական ծերակիր, անուներ ինձի վերաբատվելի եմ, բատվելի եմ, հասկնալի դառնալու համար։ Ասա, ես հովիվ եմ, ես բատվելի եմ, ես օֆիցիալ բաշտոնագործած հովիվ եմ, այո, և ինձի դվին հովվական ծերակիրքը, որ ամեն դեսակ ձեսեր կատարեմ ամուսնություն, տաղում և այն հաղորդություն, ուրիշ խոսով ես այո, բատվելի եմ այդ բանով, բատվելիության special, ունիկալ բատվելի եմ, ոչ թե ընտարական, եթե քիչ ընդգծենք կոնտեքստեն ելելով, հասկանում եք, որովհետև դեղմակնում եմ, որ չկա, Հայաստանից ավետարան եկեցի չկա, եկեցի քույտուն չուներ, բայց ես եկեցական դիտոսներ ունեմ, փորձառություն ունեի որպես բիզնեսմեն, ընտրեպրենոր, ստեղծել ոչինչ բան էի ստեղծում, օտոներ անում սարքում էի, իմ մասնակիցները սպամ անել, զերոյեն ցևի բերել, հարմարցնել, հիմնել եւ անցնել ուրիշին։ Այդ իմ դարներով փորձառություն էս է։ Այս բարակային համոդարես ադիերին կնամսել Հայաստանի մեջ այդ իմ դեսիլքիս միջոց դարձավ ավետարանչական եւ այն դասում է որ դերը թեգուս իրեն ծրագիրը չէր եկեցի հիմնել ընդհանրապես չի հիմնել էր սորբեկցի եկեցի հիմնես բայց մարգոչումը ստայր ադորամար այդի մեր քերխնդիրները մեկ եղած էր այդ ներգայացուցիչը գլակ բայց եկեղեցի չեք հիմնել ինչպես այդե որտեղ ավետարանչական չի հասկացա որ ինչպես կարելի է հաշտեցնել մադը ուժերը դեր ես ցնում բարուժան ես սիրում եմ այդ ֆեսի հարցեր Ձիզաղում եք բայց ծավալի իրականությունը կամ ուրախանալի ուրախանում ասեմ ավետարանչականը ինձ դաս այն adin ես 73 տարեկան էր Ամերիկայի հայավետարանչականը գերակցել երբես եկա և իրենց կորձը եղած է գրթական, սոցիալական, բժշկական, հոգևոր մշակութային աջակցություններ բերել Էդ է AMA իր բայլոզի մեջ, իր կանոնության մեջ, որում մեջ եկեցիներ հիմնելը չկա, ադիա չէ։ Եվ adam շատ սկիզբեն, երբ ազդեք դերդի Մելքոնյան ներկայացիմ խմբագիր եկավ ասելով այդ ժողովին նիսում ենք, որ Լևոն Բաղդասարյանը շրջանավարտելու ավետարաններում գոմեբիատան եկեցի հիմնելու մասնակիցները մեր ավետարանչականը լավ չզգաց որովհետև մենք Հայաստան չենք ուղարկում ավետարանչականը որ նոր համայնք ստեղծվի սասիգուզ եմ ընդգծել որովհետև ավետարանչականի կամ ավետարանչականում պատմության հագարտող բիմբատկեր նման պատկերով չէին ուզում ստանալ եւ ինձ Լևոն սկուշ է դու չես կնում մեր հոմ մենք չենք կնում որպես եկեցի հիմնել բայց այլ ժողովրդին ծառայել հա բայց սոցիալական գործերն են ադոտրել որում մեջ շատ լավանում է բայց իմ ցանկությունս եւ գոչումս դա չէր հիմա երկու բաներ կան ադորմար երկու բաներում մեջ իմ գոչումս Եվ որսի բաժնեկցեցի իրենցի Հայաստան գուզերդը, Հայաստան գուզերդան ասո խոսքը դարածելու։ Եկեցի իմնել հոս երկրորդականը։ Իմ դոկտորական թեզս որն է գադոր, բայց հիմա եկեցի հիմնած եմ, բայց ես համայնքները հայ ժողովրդին ավետարանական դարձնել չէր իմ դերեսը։ Իմ թեզս իրական մեջ քիչ մեր գատողոսներն եղած աթոչի նեղալն զուցես Բարեփոխում բերել է մեր հայ եկեցու սովորույթների մեջ եւ շեշտատումների մեջ եկեցին դարձնել ավելի աստծո քարոզող reform within the church 1800-ականներուն այդպես սկսած է Ադան գսեմ բայց իրենց հետ դուրս սկսան Լուդերն դուրս սկսա Մարտին Լուդեր երբ սկսա փոքրական շարժումը 500 տարի առաջ կաթոլիկությունն բաժնաբիր չէր Իսկ ցանկությունը կաթոլիկության 90 հոդվածներում բարեփոխումներ Բայց այսօր շատ ավելի բաժանումներ եղան ավետարանական աշխարհներում մեջ 500 տարվա մեջ եւ կաթոլիկը մնաց կաթոլիկ։ Բայց ադոնատ նմանությամբ իմ ցանկությունս չեղած համայնքներն ցար բարեփոխումն էլ է։ Եվ ուղղակի փաստացային մագնամսել որ այո իմ երթալսոց բարեփոխումներ եղան հայ եկեցու մեջ։ Այդ ուրիշ տավա թեմայի եթե պետք է հստակ խոսամ ադոմային դոկտորական թեզիս կատողոսին ամեն դված եմ ամեն հայց կատողոսին եւ իրենց պարկաս չեմ ասում ես իմ վրա չեմ դանում բայց մենք ազդել հասկա եւ բարեփոխումս էլ զեմ սա եթե քարոզությունը շեշտատում ես տունում դեղուն հասկալի լեզուով ինչ ավետարանական լավ գրեն ադիգա գիրակնորյաններ գնաս սկսել պարկաս դու
Ես առաջնորդներ խոսեմ, այս բաները ժողովրդական անդամներու ներքորձում լայիկ, աշխարհիկ ժողովրդականներու մասնակցումը եկեղեցական կյանքի մեջ կնաս ներգրավել, ըրենք, ասոնք ավետարանական քաղաքներ են, չեմ ուզում ավելի մաս այդ հարցի մեջ շեշտատում են, այո, փոփոխություն ունենք եւ փարքաստծո խոսքը ժողովրդին հասցնելն էր, ոչ թե մենք սպասենք, որ ժողովուրդը մեր կողմը կան, մենք ժողովրդին երթանք, ասակ բաները ես եւ հիմա դի ուրիշ թեմա է, բայց անայք նույնիսկ ասում եք, որ չեմ գնալու գնալ, բայց ինչ որ է հստակ ամփոփելու համար, այո, գնացինք եւ այս ընթացքում է, որ իրենց գամքերն եւ իմ համացություններս դարբեր կամ հագարակ բառը չկոսեմ, որտեղ Աստծո գործը մեր ուզելով չուզելով չէ, որ Սուրբ Սատանան չգնար եկեղեցի հիմնելը գասեցնել, ով մնաց որ մենք գազագերբություններ գանանք գասեցնել Հայաստանի քերակրում պետք է անկախության հետ հոգեոր Քրիստոսյա ճանաչումներ եւ հիմա դա է նորեն գրտնեմ խորհրդային դարիներ յետք անկախություն ինձ ուղարկած է որ ասեմ թե Հայաստանի պետք է ինչ է ես նաև research պետք է նայի մեր ավետարանականներուն ասել ինչն է պետք է իրենք ծրագիրներ ունեն փառք Աստծո կատ բաժնել գերագուր բաժնել ինչ կնամ ադո պետք է իդ խոս չկար աղքատեր Հայաստանը բայց իմ քնահատու ոլովս այնա դենալ հիմալ վաղնալ մեր ղեկավարներեն մինչև վերջ Հայաստանը Քրիստոսի պետք ուներ այն ադեն ձուզում պիբես ձուզում էին որովհետև թադարգություն էր աթեիստական եւ չարը քալիս է տարբեր աղանդներ մտնում էին ժողովուրդը ոչխարի պես ուդում էր այդ սխալ կապարոզը ես ադորալ մեջ մտա Աստծո փառք եմ դալիս որ ինձ արիտ տվավ եւ դեսա եւ մենք սկսանք դիկնոջս հետ փոքրիկներուն Հիսուս Քրիստոսին մասին խոսել սիրո մասին խոսել եւ եկեղեցին ինքնաբերաբար ծնվեց ոչ թե մենք ուզում ենք տարբեր փամանել գարիկը դա էր եւ Աստծո փառք եմ դալիս որ Հայաստանի ազգանական եկեղեցին ծնվեց ես հիմնադիրն եմ եւ քանի եկեղեցի կա հիմա Մա ավետարանական միություն ես անգերջ 3 տարի ծառայել եմ ես մե անգախացա ես անոր եկեղեցից վերագոչեցին Երևանի ավետարանական եկեղեցի այդ ուրիշ թեմա է որ չեմ ուզալ այդ թեմայով խոսամ Հայաստանի ազգանական եկեղեցի անունը այսօր կա 23 եկեղեցիներ Հայաստանի մեջ 23 Անակ որ այս էր գարջ ասած վարժան չեմ գտել ավելի օգնեցի կամ խանգարեցի չէ երբեք ես ասինցեզի հաջողություն մաղթեմ ձեր այս առաքելությունը ինչպես դուք կսեք Աստծո կողմէ դրված առաքելությունը միայն մեկ բան պիտի ուզեմ որ շեշտեք մեր հայրենի ժողովրդին կամ ընդհանրապես մեր հայության քիչ մսեր սորվեցանք հա քիչ առաջ դուք հագատության մասին ախոսեցաք առաքելական եկեցին ինչպես նայեց եւ այլն անգից ասած մենք լրացնում էինք հայ եկեսո փածը հիմա ասենք դուք պատկերացեք ես վազգեն վեհապարին հետ ալ հանդիպեր եմ բոլոր կաթողիկոսներն հետ եւ վակյուում գար հոգեվոր So մենք չենք եկած որ հայ առաքելական եկեցի թեմ կամ գոմ բանը մենք եկած ենք ժողովրդին Աստծո սերը ցույց տալ եւ ես այդ պատճառով սիրո մասին սերը հիմա Հայաստանի քերակույն գարիկը դա էր այո ճանաչել Աստծուն Աստված սեր է եթե մենք Աստծուն ճանաչենք եւ Աստծո սերը ճաշակենք մենք tolerance մենք հանդուրժողականությունը կփոխվի մարդուն գնանք որպես մարդ եւ ոչ թե միջոց առարգա բայց Աստծո պատկերով ստեղծված մի էություն անորոշ մենք ուզենք այդ տեսնալ բոլոր ասպարեզներում ես ձեզ հաջողություն կմաղթեմ սրտանց չեմ գասկադես ես շնորհակալ եմ Աստված օրհնեք